Խոշորացումից հետո Խաշթարակ գյուղում երրորդ սուբվենցիոն ծրագիրն է իրականացվում։ Երկուսը ճանապարհաշինական, վերջինը ծավալով եւ գումարով Իջևան համայնքում ամենամեծն է։ Գյուղամեջից մինչև մանկապարտեզ տանողն է ասֆալտապատվող ճանապարհը, իր հենապատերով հանդերձ։ Ամբողջ համայնքի համար կատարվել է սուբվենցիոն ծրագրով խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնակառուցում, լրիվ նոր, շատ լավ։ Իսկ այս տուֆապատման ծրագիրը շատ մեծ ծրագիր է, գյուղամեջից մինչև գերեզմաններ, եկեղեցի եւ մշակույթ տուն տանող ճանապարհներ տուֆապատվում է։ 3 ճյուղերով է տուֆապատվում։ Այս ճանապարհը կենսական մեծ նշանակություն ունի Խաշթարակ համայնքի համար, քանի որ 3 ուղղություններն էլ համարյա ամենօրյա շարժի մեջ են։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 280 միլիոն դրամից ավելի է, որի 70%-ը կառավարության մասնաբաժինն է, 30%-ը համայնքի։ Շինարարությունը մեկնարկել էր 3 ամիս առաջ Խաշթարակի ամենաբանուկ եւ ամենաերկար ճանապարհի 3 հատվածում միաժամանակ։ Առաջին տասնյակ մետրերն արդեն տուֆապատ են, եկեղեցու պակից են սկսել։ Տեղադրում ենք տուֆապատման շերտերը, ավազակոպիչ, խիչ, տուֆքարերը, հատվածներ կան, որ իրականացնում են բետոնացման աշխատանքներ, հենապատեր ենք իրականացնում վերին եւ ստորին։ Այս փուլում իրականացնում ենք միայն եկեղեցի տանող ճանապարհի տուֆապատումը, եկեղեցու դիմացից կհասնի մինչև գյուղապետարանի դիմաց։ Մյուսը դեպի գերեզմաններ եւ երրորդը դեպի ակումբ։ Մոտ 10,000 քառակուսի մետր պետք է տուֆապատվի։ Մոտ 200 քառակուսի տուֆապատվել է։ Պիտի կառուցվի մոտավորապես 1000 կուբամետր բետոն հենապատեր։ Շատ հատվածներ նեղ ճանապարհ է, բայց իրական լայնացնում ենք։ Նման ծավալուն շինարարության համար ձմեռը ամենալավ ժամանակը չէ, ասում են շինարարները։ Աշխատանքները կդադարեցվեն եւ կվերսկսվեն գարնանը։ Նորակառույց ճանապարհներ գյուղը կունենա արդեն նոր տարում։ Իրինամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։